Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, դեզ հետ Անին է Եվ Գոհարը։ Այսօր խոսելու ենք սահմաններից։ Բայց այն սահմաններից չէ, որոնք երկրների միջև են, այլ այն սահմաններից, որոնք հարաբերությունների մեջ են։ Խոսենք այսօր սահմաններից, քանի որ շատ կարևոր թեմա է, շատ կարևոր հարց է, թե անձնական, թե զույգերի միջև ու վերջը շատ հայտնի ինչ որ քննարկվող թեմա է դարձել, որոշել ենք բացել փակագծերը եւ ընդգծել ինչն է կարևորի վերջո սահմանների մեջ։ Ու իհարկե նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում սահմաններ հարաբերություններում եւ անձնային։ Եկեք փորձեմ sense ձևակերպեմ սահմանների գաղափարը, հա, ինքը ինչ է առհասարակ։ Սահմանները այն է, երբ որ դու հստակ գիտակցում ես որտեղ է վերջանում քո պահանջմունքները, էմոցիաները, ցանկությունները ու սկսվում է արդեն դիմացինինը։ Ճիշտ է, այսօր մենք հարաբերություններում ենք քննարկելու որնա սահմանները զույգային, բայց դա շատ նաև կարանք տեսնենք ծնող երեխա հարաբերություններում եւ ոչ միայն, բայց ծնող երեխան էլ ինձ թվում է շատ կարևոր թեմա է, որ կարելի է մի օր քննարկել, որ դու հասկանաս, հա, որտեղ է քո ծնողի սահմանը վերջանում ու որտեղ է սկսվում քո երեխայի սահմանը, մանավանդ եթե երեխան փոքր է։ Հա, կամ ամուսնացած արդ։ Առավել եւս։ Իսկ չգիտեմ, այս հարցը կարող ենք թեմայի ընթացքում քննարկել կամ հիմա օրինակ, որ ասում ենք սեփական սահմանը եւ զույգի միջև արդեն սահմանները, ոնց հասկանալ, որտեղ է սկսվում ավարտվում քոնը, որտեղ է զույգինը, ինչքանվա դա համահունչ զույգի հետ, ինչքանով չի դա չափազանց, հա, օրինակ չափազանց սահմաններ չես դրել, որ զույգն էլ կարողանա քո հետ շփվել, հարաբերվել ու այդպես էլի փոխադարձ ոնց դա հասկանալ։ Գոհար։ Այստեղ երևի ամենակարևոր բանը, որ կուզեմ ասեմ, նախ քոնի գիտակցումն է, հա, ինքնաճանաչումը մեզ կարող ստեղ օգնի, որովհետեւ երբ որ դու ինքդ քեզ սկսում ես ճանաչել, քո պահանջմունքներն ես առանձնացնում, քո էմոցիաներն ես սկսում ճանաչել, դա քեզ օգնում է ինքդ քո անձը հասկանալ, ըստ դրա դու արդեն կարողանում ես դնես այդ սահմանը։ Ու եթե դիմացիդ մարդն էլ ոնց որ այդքան ճանապարհ անցել, որ կարողանա ինքը իրան հասկանա, ինքը իր սահմանները հասկանա, ձեր մոտ ամենայն հավանականությամբ կստացվի լավ ու աշխատող կոնստրուկտիվ հարաբերություններ։ Ոնց հասկանալ, որ անցել է սահման դնելու, ենթադրում եմ, որ կոնֆլիկտները կշատանան, հա, որովհետև կոնֆլիկտը առհասարակ չեմ կարող ասենք, որ վատ բան է հարաբերություններում, որտեղ ինքը շատ նաև տանում է աճի, ինքնաճանաչման, նաև ճանաչման դիմացինին ու նաև սահմանները ավելի հստակեցնելու, բայց կոնֆլիկտները եթե շատ են ու շատ հաճախ են, կարելի է մոտ հասկանալ, հա, ինչը այն չի։ Որ սահմանը չեք դրել։ Կամ որ մեկ ավելի շատ դրել։ Հա, այո։ Կամ կարող է սահմանի հարց չի, այլ օրինակ ծնողի հետ սահմանը չեք դրել եւ դա խանգարում է ձեր հարաբերություններին։ Հիմա շատ է քննարկվում, երբ որ առհասարակ կարծում եմ դա շատ ակտուալ հարց է, որ ծնողների հետ միասին ապրել դեպքում է դա բավականին բարդ պահել, թե զույգի միջև, թե անձնային սահմանը եւ թեկուզ հարաբերություններում, որտեղ որ ապրում ես օրինակ կողակցի ծնողների հետ կամ քո ծնողների հետ եք ապրում, կարևոր է հասկանաս ինչի հետ ես դու вообще օքեյ։ Ոնց որ սահմանը այն մասին է, որ օրինակ ինչ ես դու թույլ տալի, որ քո հետ դիմացինը անի, որովհետև մենք չունենք, հա, հստակ ընդգծված սահմաններ, օրինակ սենց է ճիշտ, սենց է սխալ։ Հա, բոլոր իրավիճակների համար անհնարին է ինչ-որ երևի։ Իհարկե։ Իհարկե մենք ունենք պաթոլոգիկ իրավիճակներ, որ կարանք դրան իհարկե անդրադառնանք, բայց եթե մենք դրա մասին չենք խոսում, այլ խոսում ենք առօրյա ինչ-որ, չգիտեմ, իրավիճակների մասին, այստեղ կարևոր է հասկանալ, ինչ ես դու թույլ տալիս որ քո հանդեպ լինի, որովհետև օրինակ ինչ-որ պայմանական օրինակ բերեմ, գուցե ինչ-որ մեկը շատ վատ է նայում նրան, որ դու քո ուտելիքը առանձին ես սարքում, օրինակ, չգիտեմ։ Հա, օրինակ, եթե դու քո ուտելիքը առանձին ես սարքում, ու եթե կողքից նայես, կասես, վայ, դա նորմալ չի, ընտանիք եկի վերջո պետք է միասին նստել, ճաշել։ Այո։
ու ինչ որ իրավիճակում դա կնայվի, որ դա սխալ սահմանադրված, հա, բայց եթե զույգը շատ օքեյ է դրա հետ, հա, ոնց որ չգիտեմ, քննարկվել է ու ասվել է, որ գիտես, ես սենց եմ ուզում, կողակից հետ ասել է, շատ լավ է, թույն, դու տենց արա, այդտեղ մենք չենք կարող խոսանք ոչ մի բան այն չի։ Եթե զույգին օքեյ է, ուրեմն օքեյ է։ Խոսելով պահանջմունքներից, քան որ էլի ինչքան ինչից էլ որ խոսենք հարաբերություններում, ենթադրում գալիս ենք էլի սահմանների դրված լինելուն, չդրված լինելուն, կոնֆլիկտներ եւ այլն, ինչպես են հաղթահարվում, չգիտեմ, կարող ենք օրինակով քննարկել կամ ես օրինակը բերեմ դրանով հասկանանք, օրինակ բավականին կարա հարցեր առաջացնի մարդկանց մոտ, երբ որ իմանան օրինակ ամուսինները առանձին են քնում, առանձին սենյակներում, այսինքն կամ ուղղակի այդպես է, իրենց օրինակ այդպես է հարմար, չգիտեմ, մեկը խռասնում է, մեկը ինչ որ երազում խոսում է, կամ ինչ որ կռիվ է տալիս դևերի հետ ու քացով խփում է կողակցին, կամ ուղղակի տենց են իրանք գտել լուծում, տանը կա այդքան սենյակներ, որ իրանք կարողանան, ինչքանվա դա էլ օրինակ սահմանների հետ կապված եւ ինչքանվա դա դե կարծում եմ ամեն զույգ արդեն իրեն է որոշում առողջ է թե չէ, այդտեղ ինչին պետք է նայել, լսել սոցիումի ճնշումներին, թե որոշել ներքին զույգի սահմանները արդեն միանշանակ եթե ոնց որ իմ կարծիքը որպես անձ եւ նաեւ որպես մասնագետ, որը թերապիայի ընթացքում ես չէի բարձրաձայնի, բայց որպես անձը, որպես անձը չէի բարձրաձայնի, բայց ինձ թվում է, որ շատ օքեյ է, եթե զույգի համար օքեյ է քնել առանձին, ինչի՞ չէ, զույգն է որոշում, ինչն է իր համար օքեյ, ինչը չէ, որովհետեւ իհարկե բազմիցս լսել եմ, օրինակ այն մի հատ շատ կարևոր բան, զուտ ջերմաստիճանի հարցը, թե ով ոնց է սիրում քնել, օրինակ, մեկը սիրում է, չգիտեմ, ծածկվի, այո, մեկը սիրում է սախշոյերը հանի, այդ իրավիճակում բարդ է իրար հետ քնելը, իսկ ով ասա, որ պետք է իրար հետ նույն անկողնում քնեք, որ համարվեք ամուսիններ եւ ամուր հարաբերություններ, այո, չկա այդ օրենքները։ Կարևոր եմ համարում ստեղ ասեմ այն, որ իմ համար շատ գովելի է զույգում բարձրաձայնել այն բաների մասին, որը որ սոցիումում գուցե այդքան ընդունված չի։ Եթե դու ունես ինչ-որ ցանկություն, պահանջմունք, որը գուցե սոցիումում իմանան ու ասեն, ամոթ է, վայ, այտենց չի լինի։ Եթե տենց ցանկություն ունես կամ տենց պետքա քեզ, հա, օրինակ չեմ, առանձին քնելը։ Ու դու դա զույգում բարձրաձայնում ես, իմ համար շատ գովելի է, որովհետև այդ խոսում է ամուր, լավ հարաբերությունների մասին, խոսում է ինքնաճանաչման բարձր մակարդակի մասին ու այդ շատ հավես է իմ համար։ Իսկ ոնց դնել առհասարակ սահմաններ կամ դա դնովի ինչ-որ բան է, թե այդ ինքնաճանաչման հետ է կապված ինչ-որ բնական process-ի հետ է գալիս։ Երևի նախ սկսեմ նրանից, որ իհարկե այդ ինքնաճանաչման մասին է շատ ավելի, որովհետև պետք է ինքդ քեզ ճանաչես, ինչ-որ փուլ անցնես, որ կարողանաս հասկանաս, հա, որն է քո սահմանները։ Օրինակ շատերի համար շատ բարդ է ասել ոչ դիմացինին, ու երբ որ դու չես ասում չէ, բայց չես ուզում, հա, ասենք չի եմ քեզ տեղ են կանչե ու դու ասում ես հա կգա անբան, բայց չես ուզում, այդ նշանակում է որ դու այդքան լավ չես կարող պահես քո սահմանը, ինքդ քո անձնային սահմանը։ Իսկ դա կարա նաև նրա հետ լինի կապված, թե դու չգիտես առհասարակ ինչ ես ուզում, թե այդ պահին, թե կյանքի բերումով, թե դա շատ գլոբալ չի։ Չէ, հենց շատ գլոբալ է, որովհետև եթե դու այդքան լավ չես հասկանում ինչ ես ուզում, չնայած որ ինչ ես ուզում հասկանալը իրականում բարդ բան է, բայց գոնե մոտավոր որ հասկանաս, հա, քո կարիքները, պահանջմունքները, հույզերը ճանաչես, այդ քեզ կարա օգնի, հա, որ օրինակ եթե դու քեզ վատ ես զգում կամ տխուր ես ու չես ուզում գնաս, հանգիստ ասես չէ։ Հիմնականում եթե դու չես կարող ասես չէ, սովորաբար մարդկանց մոտ համոզմունք կա, որ ես կնեղացնեմ դիմացինին, որ ասեմ չէ, ավելի լավ է ես ինձ նեղություն տամ, ու հենց այդտեղ մեզ օգնում է այն, որ դու իմանաս, որ հավանաբար չես նեղացնի դիմացինին, ուղղակի կարաս ասես չէ, ու անգամ եթե նեղացնես, այդ օքեյ է, որտեվ դու չես ուզում, ու քեզ լսես ու քո պահանջմունքները լսես, նույնը հարաբերություններում է։ Հատկապես այո, հարաբերություններ։ Այո, երբ որ դու գիտես ինչա քո մեջ կատարվում, դու ասում ես չէ, եթե չես ուզում, ու այդ շատ ավելի առողջ է, քան եթե դու անդադ ասես հա ինչ որ բաներ, ինչ որ չես ուզում, որը հետագայում մեծ խնդիրների է բերելու։ Օրինակ, չգիտեմ, կարա բերի պասիվ ագրեսիայի քո կողակցի հանդեպ, եթե դու
երկարատև անընդհատ ասես հա ու վերջում շատ մեծ կոնֆլիկտի աբերելու, որը այդքան ոնց որ պրոդուկտիվ կոնֆլիկտ չի։ Իսկ մա այդտեղ կա նաև, չգիտեմ, իմ փորձով իմ ներքին ինչ-որ բաների վրա կա նաև մեծ ինչ-որ մեղքի զգացում, երբ որ չես ուզում նեղացնես դիմացինին ու նաև մեղքի զգացում քեզ ուղված ու լիքը քննադատություն էլի քեզ ուղված ու այդ пассив ագրեսիան նաև քեզ ուղված, որ չես կարողանում դնել այդ սահմանները, ոնց որ անդադ ինչ որ եւ չես կարողանում դնել եւ ինքնակնադատությունն է, որ խիչ ես կարում բա, ինչ որ sense փակ շրջանի միջից ինչ որ տեղ պետքա կարողանալ դուրս գալ, երևի որ կարողանալ արդեն քիչ-քիչ սկսել այդ ամեն ինչը անել, ավելի առողջ վիճակի գալ։ Միանշանակ կիսում եմ քո կարծիքը, ու ստեղ ոնց որ դու սենց ասեցիր, մի տեսակ ինձ մի քիչ լսվեց որպես գուցե մենք քննարկման ընթացքում թվաթե խոսում ենք այն մասին, որ եթե դու քո սահմանները լավ չես ճանաչում, այդ շատ վատ է։ Կուզեմ նախ այդ վատի ու լավին չգնանք, հա, որտեղ այդ հասկացությունները շատ բարդ է հասկանալ, որն է լավ, որն է վատ, ու вообще կա այդ հասկացությունը, թե չէ, չգնանք նրան այդ վատա։ Հա, չէ։ Այլ գնանք նրան, որ այդ կարևոր է հասկանալ, հա, ինչ եմ ես ուզում, ինչ ես չեմ ուզում, ինչ որ ավելի կարևոր է։ Սեփական հոգեկան առողջության համար, նաև ֆիզիկական, հետո որտեղ դա ենթադրում վերածում է նաև ինչ որ միանշանակ բարդ առողջական բաների։ Միանշանակ, եթե դու 10 տարի, 20 տարի քեզ ստիպում ես ինչ որ մի բան անես, իհարկե այդ առողջ չի, ոչ քո հոգեկանի համար, ոչ քո ֆիզիկական առողջության համար։ Այո։ Սահմաններ դնելու հետ կապված մի հատ հետաքրքիր պատմություն կա իմ ծանոթ աղջիկներից մեկի կյանքից։ Կուզեմ կիսեմ այսօր, որ համել մենք հստակ օրինակի վրա ավելի լավ հասկանանք, ինչն է նշանակում զույգային հարաբերություններում սահմանների ճանաչելը։ Ուրեմն իմ ծանոթ աղջիկը մի տղայի հետ էր սկսել շփվել ու այդ տղան հաճախ հարցնում էր, հա, իրան, այսօր ինչ ես կերել լանչի ժամանակ, բա ում հետ ես կերել ու նենց էր ձևակերպում այդ ամեն ինչը, որ դա շատ հետաքրքիր է իրան ու ինչ որ պատմություններ էր համել հորինում, որ գիտես օրինակ Չարենցի փողոցի վրա այսօր sense բան է եղել, դու այդ մասով անցել ես, դու տեսել ես այդ ու ինչ որ sense հետաքրքիր ինքը պատմություններ է անդադ հորինում տարբեր բաներով, տարբեր իրավիճակների հետ կապված, որ ճշտեր այդ աղջկանից, թե ինքը ինչ է արել, ում հետ է արել, ոնց է գնացել ինչ արել, մի խոսքով sense շատ խառը ու այդ աղջիկը սկզբի ժամանակներում որ մտածում էր, որ այդ շատ հոգատարություն է, շատ ուշադիր է, այո, ու իրան ամեն ինչ հետաքրքրում է այդ տղային այդ աղջիկա մասին, բայց sense ժամանակի ընթացքում պարզվեց, որ այդ պատմությունները իրականություն չէին ու այդ տղան ուղղակի շատ խիստ խախտում էր այդ աղջիկա սահմանները ու ոնց որ մտնում էր իր դաշտ բական վերահսկող այո այդ շատ վերահսկողության մասին է ավելի քան ուղղակի հարցնելու ոնց ես ինչ ես այսօր կերել ես թե չէ օրինակ կամ պատմություններ չես հորինում հատկապես այդ ժամանակ ստուգելու չէ ստուգելը քո զույգին արդեն իսկ իր սահմանների խախտումն է կարծում եմ Եվ չվստահելն է։ Իհարկե, եւ ստուգելու հետ կապված մի բան էլ կուզեմ ավելացնեմ, օրինակ ես գիտեմ, որ շատ զույգերի մոտ տարածված է օրինակ իրար հեռախոսի գաղտնաբառը կիսելը կամ օրինակ գտնվելու վայրը կիսելը, հա։ Եթե դու չես ուզում այդ անես, ոնց որ շատ օքեյ է քո կողակցին ասել Չէ։ Այդ չի նշանակում, որ դու ինչ-որ բան թաքցնում ես, այդ նշանակում է, որ քո հեռախոսը քո անձնային տարածքն է։ Այո, իրն է, քո անձնական իրն է ամեն դեպքում։ Ու դու չես ուզում կիսես։ Այո։ Բայց մենք շատերս ոնց որ գիտենք հաստատ մարդկանց, ովքեր կիսում են չուզելով, ինչը որ այդքան էլ օքեյ չի լինում։ Սկսեք դրանից։ Այո, չկիսելով կամ էլի եթե վերադառնանք ոնց որ ոդկասթի սկզբի հատվածին, էս էլի զույգի մասին է։ Օրինակ ես իմ կողակցի հետ ունեմ մենք գիտենք իրար գաղտնաբառերը, բայց մեր համար այդ շատ օքեյ է։ Մենք չգիտենք, դա էլ օքեյ։ Իհարկե, ոնց որ ես օրինակ չեմ էլ մտածել այդ մասին, вообще կիսեմ թե չէ, բայց այդտեղ մի հատ կարևոր բան կա։
ինձ թվում է մեր երկու իրավիճակում էլ ստեղ վստահությունն է հիմքը, որ եթե օրինակ կողակիցդ գիտի քո գաղտնաբառը, դու վստահ ես, որ ինքը իրան ավել բան թույլ չի տա։ Ձեր մոտ էլ վստահ ես, որ ավել բան թույլ չի տա ու ինքը այդ ուզում է։ Այո։ Կամ եթե ուզի, ես իհարկե կասեմ գաղտնաբար, այսինքն ոչ թաքցնում ենք, այլ պայմանավորվել ենք, որ ուղղակի չգիտենք իրար գաղտնաբարը, ընտրել ենք դա։ Ու էլի նորմալ ենք այդ հաշտ խաղաղ ապրում ենք։ Ու ստեղ է հենց շատ པարզ երևում, որ մենք երկուսս էլ մեր հարաբերություններում օքեյ ենք հակառակ բաների հետ կապված, բայց բացարձակ խնդիր չի առաջացնում։ Այո։ Այսինքն ունիվերսալ ինչ-որ բան անպայման չի բոլորի դեպքում, նույն ունիվերսալությունը լինի, գտնում եք ձեր ինչ-որ բալանսը ու եթե օքեյ եք այդ բալանսի հետ, եթե դա այդ բալանսն է եւ ոչ ինչ-որ հորինված ինչ-որ նորմեր կամ սոցիումից տրված ինչ-որ նորմեր։ Բայց եթե օրինակ սենց է դրված, որ դու իր գաղտնաբառը գիտես, բայց ինքը չի ուզեց հետա, բայց դու ստիպել ես ինքը ասել է ու դու թաքուն մտնում նայում ես ինքը ում հետ ինչա խոսում ու ինչա գրել, այդ արդեն օքեյ չի։ Այդ երևի չէ։ Այդտեղ մտածելու բան է։ Իդեպ մի հատ շատ հավես ոնց որ խորհուրդ ունեմ, քանի որ հիմա իհարկե թերապևտիկ Մինչավայր չի, ես այդ կասեմ որպես խորհուրդ, որովհետև ինքը շատ հավես գործիք է հարաբերություններում։ Ես իմ այցելներին հաճախ հարցնում եմ, հայ, եթե իրանց մոտ լինում է կոնֆլիկտային իրավիճակ հարաբերություններում, հարցնում եմ, արդյոք դուք ունեք ինչ-որ ստրատեգիա, որը օգտագործում եք կոնֆլիկտի ժամանակ։ Հիմա խորհուրդ եմ տալիս ձեզ ունենալ այդ ստրատեգիան, որովհետև ստրատեգիաները կոնֆլիկտային իրավիճակներում մեզ օգնում է կոնֆլիկտի լավ հաղթահարմանը։ Քանի որ եթե դուք պայմանավորվել եք նախորոք, որ եթե մեր մոտ լինի կոնֆլիկտ, մենք պետք է օրինակ այդ պահին երկուսս էլ սուս մնանք, չգիտեմ, իրարից հեռու գնանք, որ ավելի չվատացնենք ամեն ինչ ու ասենք, չգիտեմ, մի կես ժամ հետո, մի ժամ հետո գանք, նստենք, խոսանք թեմային։ Տենց լավ օրինակ կա, չգիտեմ, եթե դիտել եք How I Met Your Mother, Как я встретила вашу маму, սերիալը ամերիկյան, այնտեղ մի հատ շատ լավ զույգ կար, եթե տեսել եք իմանաք, իրենք Marshall and Lily, երբ որ կոնֆլիկտային ինչ-որ իրավիճակ պետք է լիներ, բայց իր առաջնային չէր կոնֆլիկտը, այլ կար ինչ-որ ավելի առաջնային իրավիճակ, իրանք պայմանավորում են, որ այդ կոնֆլիկտը stop բառով կանգնեցնում են, անցնում էին իրանց առօրյա ինչ-որ առաջնային խնդիրներին, կյանքին, հետո միասին պայմանավորվում էին վերադառնան այդ կոնֆլիկտին, թե չէ, ոնց որ խոսում էին պատրաստա, զույգից մյուսը գալ քննարկել այդ թեման, թե չէ, ու եթե երկուսն էլ պատրաստ էին լինում, ոնց որ վերադառնում էին դրան։ Իդեպ այդ սերիալը ընդհանուր շատ լավն է, այդ հարաբերությունների տեսանկյունից էլ առաջարկում եմ դիտել։ Իդեալական օրինակ է, որ կարելի է ոնց որ հենց այդ էլ օգտագործել, թույն ստրատեգիա է։ Ես հիացած եմ քո իրանց անունները հիշելով։ Ես հենց նոր հիշեցի իրականում, հենց հիշեմ էլի մի հատ անի հիշի։ Ես որտեղ օրինակ չգիտեմ, բացի Supernaturally Dini ու Semi անուններից, որ նայել եմ այդ սերիալը 2 անգամ, ոչ մի կանոնը երբևէ չեմ հիշում։ Ես որը 3-4-ից ավել անգամ նայել, երևի դրա համար է։ Հիացմունք առաջացնում էլի։ Շնորհակալ։ Մի հատ էլ եմ ուզում բան ասեմ։ Էլի սահմանների մասին, էս էլ է շատ կարևոր, որտեվ էլի շատ հանդիպող է։ Այդ այն է, երբ որ մենք կոնֆլիկտների ժամանակ կամ այն ժամանակ, երբ որ մեզ ինչ-որ բան դուր չի գալիս մեր կողակցի արածից, մենք սուս ենք մնում։ Ոյ, ես ունեի այդ սովորությունը, անկեղծորեն ասում եմ։ Ես ունեմ։ Արդեն աշխատում եմ ինձ վրա, որ գոնե ոչ թե մի շաբաթ հետո ասեմ, այլ գոնե մի օր հետո ասեմ կամ մի ժամ հետո։ Այդ շատ կարևոր բան է, որովհետև ես ունեմ հիմա ու ինչքան աշխատում եմ այդ խնդրի հետ, չեմ կարող մեկագամ նրան, որ պետք է ասել։ Իմ մոտ չի ստացվում ու այդ շատ կարևոր է, որ ստացվի, որովհետև մենք ոնց որ միշտ հույս ունենք, որ այդ մարդը կհասկանա, ինքը պետք է հասկանա։ Իմ դեմքի արտահայտությունից ինքը պետք է արդեն ինչ եմ մտածում։ Այո, այսօր չենք քննարկում այն թե խի ենք մենք եկել են բաներին, որ չգիտեմ օրինակ թեկուզ նրան որ սուս ենք մնում կամ ինչի չենք կարողանում հասկանանք մեր սահմանները եւ այլն, չենք քննարկում ինչի։ Դա առանձին կասենք։ Կարանք քննարկենք առանձին, այլ ոնց որ ավելի հետոն ենք քննարկում, ու այդ շատ կարևոր է որ կարողանաս ասես, որ գիտես ինչ կա, օրինակ երբ որ դու սենց արեցի, ինձ դա դուր չեկավ։ Այդ շատ կարևոր է։
Բայց որ ճանաչում ես այդ ամեն ինչը հոգեբանները շատ են չէ ասում որ երբ արդեն ճանաչում ես դա մի քայլ առաջ է եւ հրաշալի է բայց իմ օրինակով էլ կարանք հասկանանք ու իմանանք որ հոգեթերապիան միշտ չի որ հրաշքներ է գործում կամ շատ արագ ինչ որ արդյունք կարա ապահովի ես բավականին երկար ժամանակ ոնց որ գիտեմ իմ այդ խնդիրը ու երկար աշխատում եմ դրա հետ լինում են փորձեր հա ոնց որ sense փորձում եմ անեմ բայց մեկը ոնց որ դժվար կստացվի ես վստահ եմ կստացվի մեզ մոտ մեր երկուսի մոտ է կստացվի այո եւ հաստատ վստահ եմ շատ շատերը տուն եք այո փորձեք որ ստացվի չենք փորձում դրա համար չի ստացվում իսկ իմ հոգեբանը ասում է գիտես ինչ կա եթե դու ինչ որ բան վատ ես անում մեկը արա վատ ու այդտեղ կարելի է օգտագործել եթե դու դա չես կարող անես պրոստա արա այո պետք է մտածել արդյունքի մասին սկզբում անելու մասին հետո արդեն կունենաք կոնֆլիկտների ստրատեգիաները արդեն կգաք այդ հաջորդ քայլին Գոհար այսքան խոսեցինք որ ընդհանուր առմամբ ունիվերսալ ինչ-որ բաներ չկան, բայց կարողա всё-таки ինչ-որ մի քանի բան կիսվենք կա եւ կիսվենք մեր լսողների հետ։ Իհարկե, ես առանձնացրել եմ մի քանի sense երևի անվանեմ հարմար արտահայտություններ, որոնք որ մենք կարող օգտագործենք, երբ որ ուզում ենք մեր կողակցին ասել մեր սահմանի մասին կամ տենց ոնց որ ցույց տանք մեր սահմանները ու ես կուզեմ ոնց որ մի քանիսը ասեմ օրինակ սովորական արտահայտություն այդ ինձ այդքան էլ հարմար չի ահա այդ շատ լավ կարևոր է մանտրայի նման պետք է ասել այո ես հարգում եմ քո կարծիքը բայց իմ համար կարևոր է որ մենք ունենանք եւս մի տարբերակ շատ լավներ Օրինակ ասել է արի այլ ձև փորձենք հա ոնց որ չհարմարվես առաջարկին պրոստը ասես արի մի հատ ուրիշ ձև էլ փորձենք շատ լավ ունեմ հարաբերությունների մասին սենց է հնչում ես կարևոր եմ համարում խոսել այս մասին քանի որ իմ համար շատ կարևոր է մեր հարաբերությունների կայունությունը Ոսկի օհակի Սովորեմ ես անգիր Կարակ իմ զապիսը դնեք Այդ իրավիճակն է ես կասեմ Այո անպայման մենք առանձնացնենք բանով հատուկ որպես կրկնելու եւ կիրառելու բան վարժություն Այո ու երևի անի մի հատ քեզ հարց տամ կուզեմ լսեմ դու sense կարճ ձևակերպենք իրար հետ դու քոնը ես իմը թե դու ոնց ես պատկերացնում անձնային սահմանները հա որովհետև ամեն դեպքում մենք ինչքան էլ սահմանում տանք ոնց էլ անվանենք ամեն դեպքում հոգեբանության մեջ մենք հստակություն այդքան ոնց որ սահմանում որպես այդպեսին չենք կարող ունենանք որովհետև բոլորս տարբեր ենք այդ բանով Հա, բոլորս տարբեր ենք, բոլորիս ընկալումը տարբեր է, կուզեմ մի հատ քոնը հասկանամ ոնց է ու հետո իմը ասեմ ու ձերը լսենք, դուք ոնց եք հասկանում։ Քանի որ նախապես չէի պատրաստել այս հարցին։ Չգիտեմ դա ինչ որ ընդհանուր փորձից է կյանքի փորձը կամ այսինքն ինչ որ բաներ են տեղ ունեցել որ ինձ բերել են այդ կարծիքին թե ես ուղղակի այդպեսի անձ եմ ես ավելի հակված եմ նրան որ կարելի է կամ գուցե պետք է լինել ճկուն սահմանների հարցում բայց դա նրա մասին չի որ հարմարվող ավելի կարող է հնչի որպես հարմարվող բայց ավելի ճկուն այն իմաստով որ եթե կա հնարավորություն սա կոնկրետ հարաբերությունների մասին եթե կա հնարավորություն քո սահմանը այնպես դնել կարող կրկնվեմ որ քո զույգի սահմանն էլ տեղ ունենա լինելու ուրեմն պետք է այդ ճկունությունը ցուցաբերել ու չլինել պրոստը չորով ինչ որ սահման դրած մարդ որովհետև կարա դա տանի իմ տեսակետով նու ինչ որ շատ հերու ինչ որ հարաբերությունների որոնք շատ կանաչորությամբ լինեն, շատ ինչ որ sense օքեյ, քո սահմանները դրած են, բայց չունես նորմալ հարաբերություններ, դուք չեք հասկանում իրար, հեռացել եք իրարից, ինչ որ դու ինչ շատ լավ պաշտպանում ես քո սահմանները, բայց քո զույգը չի կարողանում քո հետ առնչվել առօրյամ, խոսել ինչ որ բանից կիսվել, քեզ թվում է անդադ որ քո սահմանը խախտում են, հա, ինչ որ բան չլինի, չափազանց պատեր չլինեն սահմաններ, կարող սահմանը մի քիչ բան է հնչում հայերեն, ինչ որ խիստ է հնչում, կարծում եմ մի քիչ ճկունությունը կարա օգնի
Եվ որ հասկանաս դու ինչ ես ուզում, եւ տեսնես դիմացինին, կարծում եմ դա թույլ է տալիս եւ քո սահմանը դնել եւ ճկուն լինել դիմացինի հանդեպ։ Շատ հավես ես ասում, ես կիսում եմ քո կարծիքը ու ստեղ երևի զուտ իմ տեսակետից մի բան էլ կուզեմ ավելացնեմ, երևի ամփոփելով ավելի շատ քո ասածը, որ սահմանները հարաբերություններում իմ համար շատ հարգանքի ու ընդունման մասին է, ոնց որ համ քո պատմության մեջ, համ իմ պատմության մեջ ստեղ շատ ընդունման մասին էր, հա, որ դիմացինին ընդունել ու ինքդ քեզ ընդունել, այլ ոչ թե գնալ դեպի մանիպուլյացիաներ կամ գնալ դեպի սահմանափակումներ։ Հա, այո, հարգանք։ Հա, սիրեք եւ հարգեք իրար, ոնց որ մեծերն են, չէ՞, խորհուրդ տալիս միշտ։ Կարևորը հասկանանք իրար։ Մի բարձի ձեր։ Այո։ Ինչ որ լիքը տենց մաղթանքներ ձեզ։ Սիրելի զույգեր։ Կոմենտներում չասացինք ինչ գրեն։ Կոմենտներում կարող եք կիսվել ձեր անձնական պատմություններով, ինչ որ փորձերով, ինչ որ հետաքրքիր զավեշտալի իրավիճակներով, Գոհարի պատմածի նման կամ տարբերող, բայց էլի զավեշտալի։ Ու կարաք համել գրեք, թե որնա ձեր համար սահմանները, դուք ոնց եք ընկալում այդ սահման ասվածը։ Օրինակ մի բան էլ կուզեմ ստեղ ավելացնեմ, չգիտեմ հետո քատ կանենք թե չէ, բայց մի ասած հետաքրքիր բան կա, որ մեր հասարակությունում շատ տարածված է ընկալել սահման ասվածը որպես վատ բան, որովհետև երբ որ դու ինչ որ նմանատիպ խոսակցություններ ես ստանում սահմանների մասին կամ օրինակ պատմում ես սահմանների մասին, բայց չես անվանում որպես այդպիսին սահման, հաճախ ոնց որ որպես պատասխան լսում ես, մենք իրարից գաղտնիք չունենք, այո, որտեվ սահման դնելը այդ ինչ որ գաղտնիություն է իրանից ենթադրում, ինչ որ տենց է թվում։ Ու ոնց որ չգիտեմ, դե երբեմն կարող է տենց լինի, դա նորմալ է։ Հա, բայց հա, ընդհանուր առմամբ տենց չի։ Ընդհանուր առմամբ տենց չի, հա, մենք ոնց որ լիքը խոսացինք այդ մասին, բայց հա, ոնց որ այդ օրինակներ ունենք, որ չէ, դի ոնց որ պետք է, զույգի մեջ պետք, մարդկանց մեջ պետք է սահմանները։ Երբ որ, չգիտեմ, ձեր աղջկան ստիպում եք ինչ որ անկապ չուվակների հետ ամուսնանալ, ինքը ասում է, չէ, դա քթիմազություն չի, դա ուղղակի, չգիտեմ, ինքն ասացի չի, ինքը ուղղակի ինչ որ սահման է դնում, որ չէ, մի խցկվեք իմ անձնականը։ Կամ օրինակ որ ասում եք, եպեք երեխա ունենալու, էդի no-no-ա, չի կարելի այդ հարցը տալ։ Այդ հարցի մասին կարելի է բազմաթիվ քննարկումներ։ Դա ինձ մոտ առաջացնում է բան, դպրոցում կարծես թե հարցն են, ինչքան հաճախ եք դուք զբաղվում սեռական, ինչքան հաճախ է ձեր սեռական հարաբերությունները, չգիտեմ, հաճախ են արդյոք պաշտպանվում եք թե ոչ։ Այո, այդ են հարցնում։ Պատեքստ եմ տեսնում, կարող է իմ բանը երևակայությունն է, բայց հա ինչ որ ստեղ նաև ավելացնենք, որ եթե ոնց որ կան մարդիկ, ովքեր այդ հարցը տալիս են, ու այդ իրանց օքեյ է, կուզեմ ասեմ, որ կան մարդիկ, ովքեր չեն կարող երեխա ունենան, ու իրանց այդ հարցը տալը вообще օքեյ չի։ Մնացածի մասին չեմ խոսում, բայց օրինակ այդ կարակ մտքում ունենալ։ Հաշվի առեք լիքը իրավիճակներ, որ կարան դիմացինին ինչ որ տխուր էմոցիաներ պատճառեն, վիրավորեն, այդպես։ Այո, այսքանը։ Այսօր ոնց ենք վերջացնում ոդքասթը։ Սահմանները լավ բան են, չարաշալ պետք չի, բայց նաև արժի ունենալ, դնել, հետևել։ Լավ է, շատ լավ է։ Ծափարություններ։ Ապրեք լսելու համար,